Ողջույն սիրելի բարեկամներ։ Թիրեոտոքսիկոզը զարգանում է, երբ վահանաձև գեղձը արտադրում է չափազանց մեծ քանակությամբ վահանաձև գեղձի հորմոն։ Այս վիճակը նաև կոչվում է գերակտիվ վահանաձև գեղձ կամ հիպերթիրեոզ։ Թիրեոտոքսիկոզը արագացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը։ Դա կարող է առաջացնել բազմաթիվ ախտանիշներ, ինչպիսիք են քաշի կորուստը, ձեռքերի դողը և արագ կամ անկանոն սրտի զարկերը։ Թիրեոտոքսիկոզը երբեմն նման է առողջական այլ խնդիրների։ Դա կարող է դժվարացնել ախտորոշումը։ Այն կարող է առաջացնել բազմաթիվ ախտանիշներ, այդ թվում առանց փորձելու նիհարում, քաշի կորուստ, արագացած սրտի զարկ, մի վիճակ, որը կոչվում է տախիկարդիա, սրտի բաբախյուն, որը երբեմն կոչվում է սրտխփոց, ուժեղացած քաղց, նյարդայնություն, անհանգստություն և դյուրագրգռություն, տրեմոր, սովորաբար ձեռքերի և մատների թույլ դող, քրտնատադրություն, դաշտանային ցիկլի փոփոխություններ, ջերմության նկատմամբ զգայունության բարձրացում, աղիների դատարկման սովորույթի փոփոխություններ, մասնավորապես հաճախացած գալարակծկանք և փորլուծություն, տաքության նկատմամբ զգայունության բարձրացում, տաքության անտանելիություն, վահանաձև գեղձի մեծացում, խպիպ, զոփ, որը կարող է հայտնվել պարանոցի հիմքում որպես այտուցվածություն, նաև հոգնածություն, մկանային թուլություն, քնի խնդիրներ, տաք խոնավ մաշկ, մաշկի հյուծում, բարակ, կոտրտվող մազեր կամ մազաթափություն։ Տարիքով մեծ չափահասները ավելի հավանական է, որ ունենան ախտանիշներ, որոնք դժվար է նկատել։ Այս ախտանիշները կարող են ներառել անկանոն սրտազարկը, նիհարելը, դեպրեսիան և սովորական գործերի ընթացքում թուլության կամ հոգնածության զգացումը։ Թիրեոտոքսիկոզը կարող է առաջանալ մի շարք հիվանդությունների պատճառով, որոնք ազդում են վահանաձև գեղձի վրա։ Վահանաձև գեղձը պարանոցի հիմքում գտնվող փոքրիկ թիթեռնիկաձև գեղձ է, այն մեծ ազդեցություն ունի օրգանիզմի վրա։ Նյութափոխանակության ցանկացած օղակ վերահսկվում է վահանաձև գեղձի արտադրած հորմոններով։ Վահանաձև գեղձը արտադրում է երկու հիմնական հորմոն՝ թիրոքսին (T4) և տրիիոդթիրոնին (T3)։ Այս հորմոնները ազդում են օրգանիզմի յուրաքանչյուր բջջի վրա։ Դրանք նպաստում են այն արագությանը, որով օրգանիզմը օգտագործում է ճարպերը և ածխաջրերը։ Այս հորմոնները օգնում են մարմնի ջերմաստիճանի վերահսկմանը։ Դրանք ազդում են սրտի ռիթմի վրա և օգնում են այն բանի վերահսկմանը, թե որքան սպիտակուց է արտադրում օրգանիզմը։ Թիրեոտոքսիկոզը առաջանում է, երբ վահանաձև գեղձը այս թիրոիդ հորմոնների չափից ավելի մեծ քանակներ է բաց թողնում արյան մեջ։ Վահանաձև գեղձի այսպիսի գերակտիվությունը կարող է զարգանալ տարբեր պատճառներով։ Վահանաձև գեղձի գերակտիվ հանգույցներ։ Այս հիվանդությունը նաև կոչվում է թունավոր ադենոմա, թունավոր բազմանոդուլյար խպիպ կամ ֆլամերի հիվանդություն։ Թիրեոտոքսիկոզի այս ձևը առաջանում է, երբ վահանաձև գեղձի ադենոման արտադրում է չափազանց մեծ քանակությամբ թիրոիդ հորմոն։ Ադենոման գեղձի մի մասն է, որը պատնեշված է մնացած գեղձից։ Այն ձևավորում է ոչ քաղցկեղային գոյացություններ, որոնք կարող են վահանաձև գեղձը դարձնել սովորականից ավելի մեծ։ Թիրեոիդիտ։ Այս հիվանդությունը առաջանում է, երբ վահանաձև գեղձը բորբոքվում է։ Որոշ դեպքերում դա պայմանավորված է աուտոիմուն խանգարումով։ Մյուսներում դրա պատճառը պարզ չէ։ Բորբոքումը կարող է հանգեցնել վահանաձև գեղձում կուտակված ավելցուկային թիրոիդ հորմոնի արտահոսքի դեպի արյուն և առաջացնել թիրեոտոքսիկոզի ախտանիշներ։ Գրեյվսի հիվանդություն։ Գրեյվսի հիվանդությունը աուտոիմուն խանգարում է, որը առաջացնում է իմունային համակարգի հարձակում վահանաձև գեղձի վրա։ Դա դրդում է վահանաձև գեղձին, որ արտադրի չափազանց մեծ քանակությամբ թիրոիդ հորմոն։
Գրեյվսի հիվանդությունը թիրեոտոքսիկոզի ամենատարածված պատճառն է։ Ինչպես է ախտորոշվում թիրեոտոքսիկոզը։ Այս հիվանդությունը ախտորոշվում է ելնելով հիվանդության պատմությունից, բուժզննումից և արյան թեստերի արդյունքներից։ Կախված արյան անալիզների արդյունքներից հնարավոր է անհրաժեշտ լինի նաև հանձնել այլ թեստեր։ Հիվանդության պատմություն և արտաքին զննում։ Բուժզնման ընթացքում բժիշկը կարող է ստուգել ձեր մատների և ձեռքերի թեթև տրեմորը, գերակտիվացած ռեֆլեքսները, արագացած կամ անկանոն անոթազարկը, պուլսը, աչքի փոփոխությունները, տաք և խոնավ մաշկը։ Բժիշկը նաև ստուգում է վահանաձև գեղձը, երբ կուլ եք տալիս, տեսնելու, թե արդյոք այն սովորականից մեծ է, անհարթ է կամ ցավոտ է։ Արյան թեստերը, որոնք չափում են T4 և T3 հորմոնները և թիրեոտրոպ հորմոնը, կրճատ TSH, կարող են հաստատել թիրեոտոքսիկոզի ախտորոշումը։ T4-ի բարձր մակարդակը և TSH-ի ցածր մակարդակը բնորոշ են թիրեոտոքսիկոզով հիվանդ մարդկանց համար։ Արյան թեստերը հատկապես կարևոր են տարեցների համար, քանի որ նրանք կարող են չունենալ թիրեոտոքսիկոզի դասական ախտանիշներ։ Վահանաձև գեղձի արյան անալիզները կարող են կեղծ արդյունքներ տալ, եթե դուք բիոտին եք ընդունում։ Բիոտինը B վիտամինային հավելում է, որը կարող է պարունակվել նաև մուլտիվիտամիններում։ Եթե արյան անալիզների արդյունքները վկայում են թիրեոտոքսիկոզի մասին, բժիշկը կարող է առաջարկել հետևյալ թեստերից մեկնումեկը։ Դրանք կարող են օգնել պարզելու, թե ինչու է ձեր վահանաձև գեղձը չափազանց ակտիվ։ Ռադիոյոդի սքան և կլանման թեստ։ Այս թեստի համար ընդունում եք ռադիոակտիվ յոդի փոքր չափաբաժին, ռադիոյոդ, որ տեսնեք, թե որքան է այն հավաքվում ձեր վահանաձև գեղձում և գեղձի որ մասում է հավաքվում։ Եթե ձեր վահանաձև գեղձը մեծ քանակությամբ ռադիոյոդ է կլանում, նշանակում է, որ ձեր գեղձը չափազանց մեծ քանակությամբ թիրոիդ հորմոն է արտադրում։ Ամենահավանական պատճառը Գրեյվսի հիվանդությունն է կամ վահանաձև գեղձի գերակտիվ հանգույցները։ Եթե ձեր վահանաձև գեղձը կլանում է ռադիոյոդի փոքր քանակություն, նշանակում է, որ ձեր վահանաձև գեղձում պահվող հորմոնները արտահոսում են արյան մեջ։ Այդ դեպքում հավանական է, որ դուք ունեք թիրոիդիտ։ Վահանաձև գեղձի գերձայնային հետազոտություն սոնոգրաֆիա։ Այս թեստը օգտագործում է բարձր հաճախականության ձայնային ալիքներ վահանաձև գեղձի պատկերներ ստանալու համար։ Գերձայնային հետազոտությունը կարող է ավելի հեշտությամբ գտնել վահանաձև գեղձի հանգույցները, քան մյուս թեստերը։ Այս թեստը չի ենթարկում ճառագայթման, ուստի կարող է օգտագործվել հղի կամ կրծքով կերակրող կանանց համար, ինչպես նաև նրանց համար, ովքեր չեն կարող ռադիոյոդ ընդունել։ Կան թիրեոտոքսիկոզի բուժման մի քանի մեթոդներ։ Ձեզ համար լավագույն մոտեցումը կախված է տարիքից և առողջական վիճակից։ Թիրեոտոքսիկոզի հիմքում ընկած պատճառը և դրա ծանրության աստիճանը նույնպես պահանջում են տարբեր բուժական մոտեցումներ։ Հակաթիրոիդային դեղամիջոցներ։ Այս դեղամիջոցները աստիճանաբար մեղմացնում են թիրեոտոքսիկոզի ախտանիշները, կանխելով վահանաձև գեղձի կողմից չափազանց շատ հորմոնների արտադրությունը։ Ախտանիշները սովորաբար սկսում են բարելավվել մի քանի շաբաթից մինչև ամիսների ընթացքում։ Հակաթիրոիդային դեղամիջոցներով բուժումը սովորաբար տևում է 12-ից 18 ամիս։ Դրանից հետո դեղաչափը կարող է դանդաղորեն նվազվել կամ դադարեցվել, եթե ախտանիշները անհետացել են և եթե արյան թեստերի արդյունքները ցույց են տալիս, որ վահանաձև գեղձի հորմոնի մակարդակը վերադարձել է ստանդարտ միջակայք։ Որոշ մարդկանց մոտ հակաթիրոիդային դեղամիջոցները բերում են երկարաժամկետ ախտադադարի ռեմիսիայի, բայց այլ մարդիկ կարող են պարզել, որ այս բուժումից հետո թիրեոտոքսիկոզը վերսկսվում է։ Բետա պաշարիչներ, բլոկատորներ։ Այս դեղամիջոցները չեն ազդում վահանաձև գեղձի հորմոնների մակարդակի վրա,
բայց դրանք կարող են նվազեցնել թիրեոտոքսիկոզի ախտանիշները, ինչպիսիք են դողը, արագ սրտազարկը և սրտխփոցի զգացումը։ Բժիշկները այս դեղերը նշանակում են ախտանիշները թեթևացնելու համար, մինչև վահանաձև գեղձի հորմոնները մոտենան նորմալ մակարդակի։ Ռադիոակտիվ յոդով բուժում։ Բերանով ընդունվող ռադիոյոդը կլանվում և կուտակվում է ձեր վահանաձև գեղձում շաբաթների կամ ամիսների ընթացքում, ետ զարգացնելով գեղձային հյուսվածքը և փոքրացնելով գեղձը։ Ախտանիշները սովորաբար մեղմանում են մի քանի ամսվա ընթացքում։ Այս բուժումը սովորաբար հանգեցնում է վահանաձև գեղձի ակտիվության այն աստիճան դանդաղեցմանը, որ վահանաձև գեղձը թերակտիվանում է։ Նման վիճակը կոչվում է հիպոթիրեոզ։ Հիպոթիրեոզ զարգանալուց հետո բժիշկը ձեզ խորհուրդ կտա օգտագործել վահանաձև գեղձի հորմոնները փոխարինող դեղամիջոց։ Թիրոիդեկտոմիա։ Սա վահանաձև գեղձի մի մասի կամ ամբողջական հեռացման վիրահատություն է։ Այն հաճախ չի օգտագործվում թիրեոտոքսիկոզի բուժման համար, բայց կարող է տարբերակ լինել հղի կանանց համար։ Այն կարող է նաև առաջարկվել նրանց, ովքեր չեն կարող ընդունել հակաթիրոիդային դեղամիջոցներ և չեն ցանկանում կամ չեն կարող ընդունել ռադիոյոդով բուժում։ Թիրոիդ աչքի հիվանդության բուժումը։ Եթե ունեք թիրոիդ աչքի հիվանդություն, մեղմ ախտանիշների դեպքում կարող եք օգտագործել արհեստական արցունք և աչքերը օծող գելեր, ինչպես նաև խուսափել քամուց և վառ լույսի աղբյուրներից։ Ավելի ծանր ախտանիշները կարող են բուժման կարիք ունենալ կորտիկոստերոիդներ կոչվող դեղամիջոցներով։ Դրանք կարող են նվազեցնել հետագնագնդային այտուցը։ Թիրեոտոքսիկոզի բուժումը սկսելուց հետո աստիճանաբար գանգատները սկսում են մեղմանալ։ Բուժմանը զուգահեռ բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ կրճատեք ձեր սննդում յոդի քանակը, քանի որ այս միներալը կարող է վատթարացնել թիրեոտոքսիկոզի ընթացքը։ Եթե ունեք Գրեյվսի հիվանդություն, որը առաջացրել է աչքի կամ մաշկի խնդիրներ, հետևյալ քայլերը կարող են օգնել ախտանիշների մեղմացմանը։ Մի ծխեք։ Պահեք ձեր աչքերը օծված և խոնավ։ Աչքի կաթիլները կարող են օգնել չորության և քերծված լինելու զգացողությունների մեղմացմանը։ Սառը թռչոցը կարող է նաև խոնավություն ապահովել։ Պաշտպանեք ձեր աչքերը։ Կրեք արևային ակնոցներ, որոնք կօգնեն արևից և քամուց ձեր աչքերը պաշտպանելուն։ Այտուցված մաշկի համար օգտագործեք նրբաքսուկներ, կրեմներ։ Հիդրոկորտիզոն պարունակող նրբաքսուկները կարող են օգնել սրունքների և ոտնաթաթերի մաշկի այտուցվածության մեղմացմանը։ Բարձրացրեք գլխատակը։ Մահճակալի գլուխը քիչ բարձրացնելով կարող եք նպաստել աչքերի վրա ճնշման նվազեցմանը և այտուցվածության մեղմացմանը։ Առողջ եղեք սիրելի բարեկամներ, չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել ալիքին։